Սիրելի աշակերտներ, այսօր կխոսանք ուժեղ և թույլ ձիերի և փղերի մասին։ Ձիերն ու փղերը տարբեր բնույթի խաղաքարեր են։ Օրինակ, ձին յուրաքանչյուր քայլից հետո փոխում է իր դաշտի գույնը՝ սև դաշտից սպիտակ, սպիտակից սև դաշտ, և սա պարտադիր օրինաչափություն է։ Հակառակ սրան, փիղը գտնվում է միայն մեկ գույնի դաշտերի վրա։ Եթե փիղը սպիտակա դաշտ է, նա քայլում է միայն սպիտակ դաշտերով։ Սա նույնպես օրինաչափություն է։ Եթե փիղը սևադաշտ է, միայն սև դաշտերով։ Նա մշտապես պահպանում է իր դաշտի գույնը։ Բացի այդ, փիղը համարվում է հեռահար խաղաքար։ Նա կարող է շարժվել ամբողջ դաշտի երկայնությամբ։ Մինչդեռ ձիու քայլերն ավելի կարճ են, սակայն նա կարող է ցատկել այլ խաղաքարերի վրայով, ինչը չի կարող անել փիղը։ Դեռևս երկրորդ դասարանից մենք գիտենք, որ ձիերն ու փղերն ունեն 3 միավոր արժեք, սակայն մենք նաև գիտենք, որ դրանք մոտավոր արժեքներ են, ինչը նշանակում է, որ դիրքի առանձնահատկությունից դրանք կարող են փոխվել։ Օրինակ, ձին կենտրոնում շատ ակտիվ է։ Այստեղից նա հսկում է բազմաթիվ դաշտեր, ինչպես այս նկարում։ Այդ պատճառով կենտրոնում նա շատ ուժեղ է։ Ինչպես ասում ենք նախորդ դասարաններում, ձին կենտրոնում ոչ թե ձի է, այլ դինոզավր։ Այս առումով, երբ ձին գտնվում է կենտրոնում, նրա արժեքն ավելի բարձր է։ Մինչդեռ եթե ձին գտնվում է եզրագծում, նա շատ անգամ ավելի թույլ է, քանի որ հսկում է քիչ քանակությամբ դաշտեր։ Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ եզրագծի ձին։ Սակայն նույնիսկ երբ ձին եզրագծում է և զբաղեցնում է մրցակցի թույլ դաշտերից մեկը, սա մենք գիտենք նախորդ դասից, և դա անում է սպառնալիքով, ապա մենք նորից գործ ունենք ուժեղ ձիու հետ։ Մինչդեռ փղերը, որպես հեռահար խաղաքարեր, սիրում են, որպեսզի նրանց ճանապարհները լինեն բաց։ Եվ որքան շատ խաղադաշտ է նա հսկում, այդքան նա ուժեղ է։ Այսպիսով, փղերը սիրում են բաց գծեր։ Մեր օրինակում բերք ու դաշտի սպիտակների փիղը շատ թույլ է։ Այստեղ նա ավելի շատ նման է զինվորի, ոչ թե փղի։ Երևի թե այսպիսի տեսքով։ Որովհետև նրա ճանապարհները փակ են։ Այստեղ կա ընդամենը մեկ վանդակ։ Շախմատում հաճախ օգտագործվում է լավ և վատ ձիեր ու փղեր անվանումները։ Այստեղ ի նկատի ունեն որքանով է ֆիգուրը լավ զարգացած կամ վատ զարգացած։ Այլապես բոլոր խաղաքարերն էլ լավն են։ Օրինակ, սույն տրամադրում ձին ավելի ուժեղ է, քան փիղը։ Ինչու՞։ Ձին գտնվում է կենտրոնին մոտ, հսկում է բազմաթիվ դաշտեր։ Սևերի փղի ճանապարհները այդքան էլ շատ չեն։ Եվ ձիցը 5 քայլով ավելի մոտ իրադարձությանը մենք գրոհում ենք և փղին, և ավեցի զինվորին։ Հիմա փիղը պետք է նահանջի, այնպես, որպեսզի պաշտպանի իր զինվորին։ Օրինակ, փիղ C8, որպեսզի մենք նրան չվերցնենք, և այստեղ արդեն խաղի մեջ են մտնում արքաները։ Տեսեք, սա վերջնախաղ է, որտեղ արքաները պետք է լինեն ակտիվ։ Արքա D5, C6, և մենք կհարվածենք սևերի մեկ զինվորը, ապա կմոտենանք և միացյալ ուժերով կվերցնենք մյուս զինվորը, և այսպես խաղը կհասցնենք հաղթանակի՝ ուղարկելով մեր զինվորները փոխարկման։ Իսկ այս օրինակում արդեն ուժեղ է փիղը։ Ինչու՞։ Քանի որ նրա ճանապարհները բաց են, բավականին դաշտեր է հսկում, մինչդեռ ձին գտնվում է եզրագծում։ Մենք գիտենք, որ եզրագծից նրա քայլերը սահմանափակ են։ Այս պարագայում ձին կարող է քայլել B7, C6, C4, B3 դաշտերը։ Սակայն B7 և C6 դաշտերը փակ են, այստեղ հսկում է հակառակորդի փիղը։ Եվ որպեսզի փակել նաև C4 և B3 դաշտերը, փիղը կարող է քայլել D5։ Ահա այստեղից։ Տեսեք, նա կհսկի մնացած երկու դաշտը և կշարունակի հսկել B7, C6 դաշտերը։ Ահա այսպես։ Փաստորեն փիղը միայնակ, խնդրեմ, ամբողջությամբ փակեց ձիու քայլերը։ Հաջորդ պլանավորմամբ մենք կմոտենանք արքայով, քանի որ ձին չի կարող փախչել, և կշահենք մի ամբողջ ձի։
Այս օրինակում ավելի ուժեղ էր փիղը։ Հիմա մասնակցենք ձիերի և փղերի պայքարին վարժություն տետրերում։ Տրամագիր մեկում խաղում ենք սպիտակներով, մրցակցի փիղը ակտիվ է և նա փակել է մեր անցունակ զինվորի ճանապարհը։ Այս փղին կարելի է գրոհել, օրինակ ձի ժեհինգով, միաժամանակ գրոհելով H7 անպաշտպան զինվորը։ Ձի ժեհինգ և կրկնակի հարված։ Փիղը հավանաբար կնահանջի G8, որպեսզի պաշտպանի իր զինվորին, այլապես մենք նրան կվերցնենք, եթե չպաշտպանեց։ Փիղ G8 և այստեղ նա դարձավ իր զինվորի պահակը, այստեղ նա արդեն մեկ հանձնարարությունով ծանրաբեռնված է։ Նաև նա ազատեց Ե6 դաշտը, հիմա մեր զինվորի ճանապարհն է բաց։ Ուրեմն փիղ G8 և մեր զինվորը շարժվում է առաջ, Ե5 Ե6, դեպի փոխարկում։ Այստեղ մրցակցի արքան հեռու է և չի կարող նրան արգելել։ Այս նույն խնդրում կար հետարքիր մարտավարական հնարքների շարան, ուրեմն ձի ժեհինգ քայլից հետո, երբ փիղը նահանջեց G8, որպեսզի պաշտպանի իր զինվորին, մենք կարող ենք զոհաբերել ձին, որպեսզի շեղենք փղին և ստանանք ծանրաբեռնված խաղաքար, որը ունակ չէ պաշտպանել իր արքայությունը։ Այո, մեր զինվորը կարող էր շարժվել Ե6, բայց մենք կարող ենք այստեղ զոհաբերել ձին H7 դաշտում, ուրեմն վերցեցինք H7-ի զինվորը, և եթե մրցակիցը ընդունում է զոհաբերությունը, փիղը դադարեց հսկել A2 G8 անկյունագիծը, և մեր զինվորը նույնպես կարող է անխոչնդոտ գնալ առաջ, դեռևս։ Ե5 Ե6, փիղը կարող է վերադառնալ փորձել հսկել փոխարկման դաշտը, փիղ G8, Ե6 Ե7, խնդրեմ հսկեց, այժմ զինվորը չի կարող փոխարկվել։ Բայց փիղն այլևս ծանրաբեռնված խաղաքար է, նա չի կարող կանգնեցնել և Ե7 զինվորին, և H6, խնդրեմ H7, և այս երկու զինվորին փիղը չի կարող կանգնեցնել։ Հաջորդ քայլով մենք կփոխարկվենք թագուհի։ Էական չէ, որևէ քայլով։ Նույն մարտավարությունը կարող ենք կիրառել երկրորդ տրամագրում։ Այստեղ նորից ձի C4, գրոհում ենք և փղին, և զինվորին։ Հիմա եթե սևերը միայն փղին պաշտպանեն, մենք կվերցնենք զինվորը, և մեր զինվորը կդառնա անցունակ։ Ձի C4 քայլից հետո փիղը և պետք է իրեն պաշտպանի փախուստով և հսկի իր զինվորին։ Այստեղից փիղը ավելի պասիվ է, քանի որ նա զբաղված է իր զինվորի պաշտպանությամբ։ Եվ որպեսզի ձին չմնա այստեղ միայնակ, նրան կմիանա իր արքան, և միացյալ ուժերով կհարվածեն և կշահեն A5 զինվորը։ Փիղ C7 նահանջից հետո արքա D4, ապա C5, B5, ենթադրենք այսպես։ Եվ երրորդ տրամագրում նույնպես խաղում ենք սպիտակներով։ Այո, մրցակցի փիղը շատ պասիվ դիրքում է, նա գրեթե ամբողջությամբ փակ է, սակայն նա կարող է փորձել դուրս գալ բաց ճանապարհներ, բաց գծեր, որտեղից նա շատ ուժեղ է, և մեր նպատակն է դրան խոչընդոտել, նորից ձին դեպի կենտրոն, դեպի իրադարձություններ, և ձի F5 քայլով մենք նախ չենք թողնի, որ փիղը ահա այս երթուղով դուրս գա, քանի որ մենք հսկում ենք Ե7 դաշտը, բացի այդ հարվածի տակ ենք առել հակառակորդի զինվորները։ Հիմա փիղը ծանրաբեռնված է այս զինվորները պաշտպանելով։ Փիղը այստեղ մնաց, ինչպես մենք ասում ենք, պահակ։ Նաև հաջորդ քայլերով մենք կրկնապատկելու ենք մեր հարվածները D6 զինվորի վրա, և ձիու կողմից, և արքայի։ Հիմա տեսնենք արքայով ինչպես կարող ենք մոտենալ։ Քայլը սևերինն է, այստեղ նրանք պետք է խաղան միայն արքայով, այլապես կկորցնեն կամ փիղ, կամ զինվոր։ Ենթադրենք արքա C7, մոտեցան զինվորին պաշտպանեցին։ Ուրեմն սա հնարավոր տարբերակներից մեկն է։ Երկրորդ քայլով մենք մեր արքայով ճնշում ենք, մոտենում ենք սև արքային, որպեսզի նրա ճանապարհները լինեն փակ, հետզհետե ճնշում։ Օրինակ արքա A6 քայլից հետո ահա այս ճանապարհները սև արքայի համար փակ են, և նա նորից պետք է որևէ քայլ կատարի, մոտ իր զինվորին, ենթադրենք։ Արքա D7, նորից մոտենում ենք, ճնշում ու սով հրում կամ մրցակցի արքային։ Երրորդ քայլով արքա A6-ը B7, ահա և դա։ Հիմա սև արքան չի կարող վերադառնալ, կատարելու է որևէ քայլ, ենթադրենք D8։
արքադեուտ, և մենք ի վերջո զիջեց մեզ ցևեց դաշտը, և մենք ի վերջո մոտենում ենք արքայով ցևեց, այժմ դևետ զինվորի վրա ունենք 2 հարված, հաջորդ քայլով կշահենք դևետ զինվորը, ենթադրենք այսպես։ Շարունակում ենք դաս 31 առաջին տրամագրում, խաղում ենք սպիտակներով և անմիջապես նկատում, որ մրցակցի ձին գտնվում է եզրագծում, որտեղ նա թույլ է, և որպեսզի նա այս թույլ դաշտից, թույլ դիրքից դուրս չգա, իսկ դա հնարավոր է քայլելով J7 և F6, մենք փորձենք այս դաշտերը հսկել, J7 և F6 դաշտերը, իհարկե դա հնարավոր է փղով։ Փիղ E5 և այժմ բոլոր ձիու հնարավոր քայլերը գտնվում են փղի հսկողության ներքո, այստեղ հաղթում է փիղը։ Հաջորդ քայլերով մենք կմոտենանք արքայով և կհարվածենք ձիուն։ Ենթադրենք սևերը նույնպես ձեռնարկեն, քանի որ վերջնախաղ է, մոտենան արքայով, մենք պլանավորել ենք արքա F3, հետո մոտենալ J4 և շահել H5-ը։ Այստեղ հարկ է նկատել, որ մրցակիցը նույնպես կարող է արքայով մոտենալ և գրոհել մեր խաղաքարը հակագրոհի որպես պաշտպանության ձև սկզբունքով, ենթադրենք այսպես։ Բայց ինչու չի կարող մոտենալ փղին, բանը նրանումն է, որ փիղը բացի այն, որ հսկում է ձիու հնարավոր քայլերը, նաև հարվածի տակ է պահում C7 զինվորը։ Հիմա եթե արքան մոտեցավ, մրցակիցը կկորցնի C7 զինվորը, իսկ հետագայում գուցե նաև B6, և այս զինվորները կդառնան անցունակ։ Նույն սկզբունքը կիրառենք երկրորդ տրամագրում, նորից սպիտակներով, մենք նկատում ենք մրցակցի ձին եզրագծում է, այստեղից նա չի կարող քայլել B7 ցևեց դաշտերը, փիղը այն հսկում է, սակայն նա կարող է քայլել B3 և C4։ Հիմա մենք տեղադրելով փիղը D5 դաշտում, ամբողջությամբ կփակենք այդ հնարավոր քայլերը, փիղ D5 և ձիու բոլոր հնարավոր քայլերը փակ են։ Այստեղ փիղը միայնակ դատապարտեց ձիուն եզրագծում, խաղը դաշտի եզրում։ Իհարկե, սա տարբերակներից նորից մեկը, գուցե սև արքան մոտենա, պաշտպանի այստեղից ցևեց դաշտը, որտեղ կարող է գալ ձին, մենք սիրով կփոխանակենք փիղը ձիու հետ, քանի որ ունենք լրացուցիչ զինվոր, որը մեր արքայի օգնությամբ կառաջնորդենք փոխհարկման դեպի թագուհի։ Ուրեմն սևերը կարող են մոտենալ այս քայլով, հսկել այստեղից ցևեց դաշտը, որպեսզի ձիուն կարողանան այստեղից ազատել, ձին կարողանա դուրս գալ։ Այդ դեպքում ենթադրենք արքա F5, մենք պատրաստվում ենք մեր զինվորի հետ անցնել փոխհարկման։ Եվ այլն, ենթադրենք այսպիսի տեսք կարող է ունենալ։ Խաղը կփոխենք փիղը ձիու հետ, կզբաղեցնենք սատարման դաշտը և հաջորդիվ զինվորը կանցնի փոխհարկման։ Եվ տրամագիր 3-ում խաղում ենք սևերով և օգտվենք մեր փղի հեռահար լինելու առավելությունից։ Նաև նկատենք, որ արքան և ձին մրցակցի գտնվում են միևնույն անկյունագծի վրա, որով քայլում է փիղը։ Քայլ համար 1 բազմակետ, քանի որ սևերով ենք խաղում, և նշում ենք մեր առաջին քայլը։ Փիղ A5 և ձին բացարձակ կապի ներքո է, այժմ նա չի կարող կատարել որևէ քայլ։ Սպիտակները կարող են պաշտպանել ձիուն թե արքայով, թե զինվորով, ենթադրենք A2, A3, պաշտպանեցին, բայց մենք ձին վերցնում ենք ոչ թե փղով, համարժեք ֆիգուրով, այլ ավելի փոքրիկ խաղաքարով, զինվորով, ցևեց C5 գրոհեցինք և հաջորդ քայլով կվերցնենք ձին։ Ենթադրենք սպիտակները կարող են շարունակել պաշտպանել, C5-ը վերցնում է B4 և ունենք առավելություն։ Այստեղ մենք զինվորիկը փոխեցինք ձիու հետ, արդյունքում ունեցանք փիղ, իսկ մրցակիցը կրկնապատկված զինվորներ։ Հիշենք նաև, որ սա վերջնախաղ է, այստեղ արքաները պետք է անցնեն գրոհի, օրինակ արքա C4 քայլին գուցե կհետևի արքա D6 քայլը, հնարավորինս մեկը մյուսին հանդիմանալու միտումով։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։